Օրվա գլխավոր իրադարձություններն է ամփոփում այսօր լրատվականը բարև ձեզ, լրահոսը նախ համառոտ։ Որքանով պաշտպանված կլինեն մարդու իրավունքները, Հայաստանն ունի նոր օմբուդսմեն։ Դիզվառելիքի շուկայի փոփոխություններ, բենզինի գնագոյացման հայաստանյան բանաձևը։ Սարատակ, Հոռոմ, Լուսակերտ, 3 համայնք, 1 նախակրթարան։ Ձմեռը նահանջում է, արտակարգ պատահարները ոչ, արտակարգ իրավիճակների ամփոփ նկարագիր։ Ողբերգական դեպք Արարատի մարզում հայտնաբերվել է թևը կտրված տղամարդու դի։ Սարդը և Սարդոստայնը ինքնատիպ արվեստ յուրօրինակ մատուցմամբ։ Արդյոք կհաստատվի խաղաղություն Սիրիայում, համաձայնագիր զինադադարի վերաբերյալ։ Եվ այսպես հայտնի է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անունը, ազգային ժողովը ձայների 96 կողմ և 7 դեմ հարաբերակցությամբ Արման Թաթոյանին ընտրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան։ Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 107 падգամավոր։ Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո Արման Թաթոյանը խորհրդարանի դահլիճում կարդացել է երդման տեքստը, իսկ լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատել, որ որևէ կերպ կաշկանդված չի լինելու այն հանգամանքով, որ իր թեկնածությունը ներկայացրել էր իշխող հանրապետական կուսակցությունը։ Իսկ մինչ այդ ազգային ժողովում խմբակցությունները ներկայացրել են իրենց դիրքորոշումները։ Մենք արդեն ասել ենք, որ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ոչ առաջադրման, ոչ իր հետ հանդիպմանը, ոչ էլ քվեարկության գործընթացին, թե պետաիրավական հանձնաժողովում, թե լիագումար նիստում չենք մասնակցելու։ Նման դիրքորոշման գլխավոր պատճառն այն է, որ մեզ համար ի սկզբանե դեռ Կարեն Անդրեասյանի հրաժարականից ի վեր պարզ էր, որ նոր օմբուդսմենի ընտրությունը մի գործընթաց է, որի արդյունքը կանխորոշված է Սերժ Սարգսյանի կաբինետում։ Մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու ձեր թեկնածությանը։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան։ Մեր խմբակցությունը ազատ է թողելու ընտրությունը, ցանկացած падգամավոր ընտրությանը կմասնակցի իր խղճի մտոք։ Բարգավաճ Հայաստանը, ինչպես ես արդեն երեկ ասեցի, թողել է քվեարկությունը ազատ։ Ես իմ դեմ չքվեարկելով ձեզ եւ չմասնակցությամբ քվեարկությանը ձեզ տալիս եմ հնարավորությունը իսկապես կատարելու ճիշտ ընտրություն, չդառնալ ոչ իշխանության պատանդը եւ ոչ էլ ընդդիմության։ Հայաստանի Հանրապետական խմբակցությունը համոզված է, որ այսօր առաջարկելով իր թեկնածուին Արման Թաթոյանին, ընտրվելուց հետո Արման Թաթոյանը կդառնա բոլորի թեկնածուն եւ քաղաքացիական հասարակության թեկնածուն։ Եվ նաեւ Հայաստան Հանրապետական խմբակցությունը հայտարարում է, որ մեր թեկնածուն լինելով պարոն Թաթոյանը երաշխավորված չէ քննադատություններից։ Մենք համոզված ենք, որ ներկայացնել ենք այնպիսի թեկնածու, որը բավարարում է մարդու իրավունքների պաշտպանի չափորոշիչներին եւ համոզված ենք, որ իր անձնական ներուժ եւ հնարավորությունները ներդնելով նա հանրությանը կապացուցի, որ ինքը իրոք արժանի մարդու իրավունքների պաշտպան է։ Որ անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթի, կողմ են քվեարկել 96 падգամավորներ, դեմ 7։ Մենք բոլորս շնորհավորում ենք մարդու իրավունքների պաշտպան ընտրված Արման Թաթոյանին եւ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 3-րդ հոդվածի համապատասխան ես ուզում եմ կենտրոնական ամբիոնի մոտ հրավիրել պարոն Թաթոյանին։ Շնորհակալություն հարգարժան Տիկին Նաղդալյան, ազգային ժողովի հարգելի падգամավորներ, չափազանց շնորհակալ եմ այս բարձր վստահության համար։ Կասկածից վեր է, որ դա միանշանակ օգնելու է եւ աջակցելու է ել ավելի բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հեղինակությանը մեր երկրում։ Նորից ուզում եմ վերահաստատել, որ անկախ քվեարկության ելքից, անկախ դեմ երբ նախնական քննարկվում էր արտահայտված падգամավորներից պատրաստ եմ համագործակցության անխտիր բոլորի հետ լիարժեք ծավալով։ Հիմա թույլ տվեք ընթերցել երդման տեքստը։ Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, երդվում եմ հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության եւ արդարության սկզբունքներին, պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները։ Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ջանասիրությամբ։ Շնորհակալություն։
Բարգավաճ Հայաստան կուսակցության արդեն նախկին մամուլի քարտուղար Վահան Բաբայանը կողմ է եղել, որ կուսակցությունը համագործակցի իշխող հանրապետականի հետ, ինչն էլ ներկուսակցական տարակարծությունների տեղիք է տվել եւ ինքը հեռացել է, այս մասին Երկիրն այսօրին ասել է Վահան Բաբայանը։ Նա նշել է, որ այսուհետ ներկայացնելու է բացառապես իր անձնական տեսակետները։ Իսկ ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը այսօր նիստ է հրավիրել եւ կուսակցության մամուլի քարտուղար է նշանակվել Վանիկ Էլիզբարյանը։ Ազգային ժողովի դարպասների դիմաց տեղի է ունեցել լրագրողների բողոքի ակցիան ընդդեմ հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեթրակյանի, ով վիրավորել եւ հայոյել էր լրագրողներին։ Նրանք պահանջել են ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանից պատժել պատգամավորին։ Նրանք նաեւ հիշեցրել են բարձրախոսով, որ պատգամավորը լրագրողներին նախիր էր անվանել, իսկ այն հանդիմանությունից հետո, թե ինչու է նման բան ասում, հայոյել էր։ Լրագրողներին աջակցել են պատգամավորներ Արամ Մանուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Մեր փոքր երկրում, այսքան փոքր լրատվական դաշտ ունեցող երկրում 20 ժուրնալիստի նկատմամբ բռնություն է կիրառվել կամ խաթարվել է նրա աշխատանքային իրավունքը։ Նրանց են կողմել ինչ փաստ։ Թող դրա մասին խոսենք։ Ցուցակը պետքա ներկայացրեք, ովքեր են այն ուժած ժուրնալիստներ, որոնք մեկ տարվա ընթացքում հանդիպել են զորբաներին, գողականին, խուժանին։ Կարծում եմ, որ լրագրողների իրավունքների նկատմամբ մենք պետք է հատկապես ուշադիր լինենք, որովհետև լրագրողների աշխատանքը կապված է տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքների հետ։ Իհարկե, լրագրողների հարցերը միշտ չէ, որ հաճելի են քաղաքական գործիչներին, պատգամավորներին, լինեն այդ գործիչները ընդդիմադիր թե իշխանական, բայց այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, որ մեծ հաշվով բոլոր հնարավոր դեպքերում լրագրողները մեզ տալիս են հարցեր, որոնք հետաքրքրում են հանրությանը, իսկ հանրությանը հետաքրքրող հարցերին պատասխանելը մեր ուղիղ պարտականությունն է։ Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եւ Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը այսօր վարկային համաձայնագիր են ստորագրել։ Ֆինանսների նախարարության փոխանցմամբ ըստ համաձայնագրի Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի $55 միլիոն վարկ, 25 տարի մարման ժամկետով, որից 14.5-ը արտոնյալ։ Սև ոսկու գները աշխարհում շարունակում են ռեկորդային նվազում արձանագրել։ Ռուսական Brent տեսակի նավթի 1 բարելը միջազգային բորսայում $34 է։ Ռուսաստանի բյուջեն հաշվարկված է 1 բարելը $50 չափադրույքով, այսինքն $1 պետք է կազմի 63 ռուբլի։ Բայց 1 բարելը $30 դեպքում դոլարը Ռուսաստանում արժե 76 ռուբլի։ Նավթի գնի տատանման հետևանքով Ռուսաստանի Դաշնությունում կտրուկ արժեզրկվել է ռուսական ռուբլին։ Ինչ հետևանք կունենա ռուբլու արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա եւ ինչու վարորդները էական տեղաշարժ չեն նկատում բենզինի գնային համակարգում։ Կպատմի Նազել Էլբակյանը։ Flash և CPS հիմնականում այս երկու ընկերություններն են Հայաստանում բենզինի ներկրմամբ զբաղվում։ 2007 թվականից սկսած ներմուծող ընկերությունների թվաքանակը կտրուկ նվազել է։ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից վառելիքային շուկայում վարվող քաղաքականության պետական վիճակագրության հիման վրա Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացրել։ Թվերը եվրոյով են ներկայացված։ Համաձայն դրանց 2015 թվականի ընթացքում բենզինի գները Հայաստանում նվազել են 14, Ֆրանսիայում 8, Գերմանիայում 7, Իտալիայում 8, Չեխիայում 10, Ռումինիայում 7%-ով։ Եթե թվերին հավատանք, ապա մեր երկրում բենզինն ավելի էժան պետք է լիներ, քան եվրոպական մի շարք երկրներում, բայց բենզինի գնի էական նվազում վարորդները հայաստանյան շուկայում չեն նկատում։ Ինչ որ փլավի վրա աղջկցես։ Տարբերություն տվել եմ 4100 թե 4200։ Տարբերությունը որն է։ Պետք է շնցնեն, թող լավ է շնցնեն, թե չեսպես է շնալում է պետք։ Մեկ կանեստերն արժանանակ ունե 2-ից 2.5 հազար դրամ։ Որ վարորդը կարողանա մի կերպ ներկա պայմաններում աշխատի։ Եթե շատ իջեցնեն, փոխել կարող ենք գազ չլցենք, բենզինով աշխատենք։ Բենզինի գնագոյացման վրա մեծ ազդեցություն ունի նավթի տեսակարաշկշիռը։ Հայաստանի Հանրապետություն բենզինը հիմնականում ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից։ Հարկերը, տրանսպորտային ու արդյունահանման ծախսերը բավականին մեծ ծավալ են կազմում։
Ստացվում է, որ Հայաստանում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 8%, ընդ որում սև ոսկու համաշխարհային գները շարունակում են նվազել։ Սակայն բենզինի բաղադրության մեջ նավթի տեսակարար կշիռը բավականին ցածր է, ուստի նավթի միավոր գնի փոփոխությունը քիչ ազդեցություն է ունենում բենզինի վաճառքի գների վրա։ Հայաստանում բենզինն իրացվում է դրամով, ներմուծվում դոլարով։ Վերջին 200 տարվա կտրվածքով արված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայաստանյան շուկայում բենզինի 1 լիտրի արժեքը դոլարային հարաբերությամբ նվազել է շուրջ 28%-ով։ Այսօր պրեմիում տեսակի բենզինն արժե 400, իսկ ռեգուլյարը 380 դրամ։ Դիզվառելիքի արժեքը նվազել է 20 դրամով։ Նախկին 380-ի փոխարեն այսօր այն արժե 360 դրամ։ Եթե մենք վաճառքի գները համատում ենք ուրեմն ձեռքբերման գների հետ, ապա վաճառքի գների նվազումը ամբողջությամբ adekvat է բենզինի ուրեմն ձեռքբերման գների։ Ռուսական Brent տեսակի նավթի 1 բարելը միջազգային բորսայում 34 դոլար է, նվազել է 145 դոլարից։ Ռուսաստանի բյուջեն հաշվարկած է 1 բարելը 50 դոլար չափադրույքով, այսինքն 1 դոլարը պետք է կազմի 63 ռուբլի։ 1 բարելը 30 դոլարի դեպքում դոլարը Ռուսաստանում արժե 76 ռուբլի։ Նավթի գնի տատանման հետևանքով Ռուսաստանի Դաշնությունում կտրուկ արժեզրկվել է ռուսական ռուբլին։ Այն ստիպեց անգամ ռուսներին տնտեսել։ Աշխատավարձը արժեզրկվեց, արտերկիր ուղևորությունները, մթերքն ու տեխնիկան թանկացան։ Ոչ մի դեպքում պետք չէ վարկ վերցնել, եթե վարկեր ունեք, հարկավոր է դրանք հրատապ փակել։ Քիչ ծախսել, շատ խնայել Ռուսաստանում տնտեսագետների խորհուրդն է։ Ռուբլու արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա ուղղակի ազդեցություն ունեցավ, էականորեն կրճատվեցին Հայաստան ուղարկվող տրանսֆերտները։ 1000 ռուբլին կուտես 12000 փող կառնեիր դրամ։ Հիմա 1000 ռուբլին կուտես 5000 6000 Խոփանք երտանք աշխարհին, այդ ռուսական փողը ստեղ բերենք հեշտ բան կդառնա։ Անմիջապես ես եմ գնացող կալացող։ Այս կոպեկներ է խուրդում։ Իմ տղաները ամուսինը դուրս են գալիս, բայց մինչև փողը տեղ է հասնում արժեքա զրկված, ոչ մի բան չեն կարողանում անել։ Հիմա փողը ծերներս է, չենք ուզում մանրացնենք, դրա համար որ քին չունի, արժեք չունի։ Դա շատ բանով կախված է ռուսական, եվրոպական, ամերիկյան սանկցիաները կվերացվեն, կկրճատվեն, թե ոչ, եթե հանկարծ չկրճատվի, նույնիսկ եթե ավելանա, ապա այս դեպքում Արնակիմի մոտ 2 անգամ է կրճատվել, ու 2-ից ավել 60%-ով են տրանսֆերները կրճատվել Ռուսաստանից, այն ժամանակ ասենք 80%-ով կկրճատվեն։ Աշխատանքն ու վարձատրությունն անփոփոխ են, ռուբլին արժեզրկված։ Սեզոնային միգրանտներն արդեն նախընտրում են ընտանիքներով մեկնել։ 2016-ի համար կանխատեսումը հստակ է։ Արտագաղթի տեմպերը զգալիորեն կաճ են։ Նազել Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Շիրակի մարզում դեռ մեծ այն դպրոցների և նախակրթարանների թիվը, որոնք քայքայման և փլուզման եզրին են գտնվում։ Խնդիրն ակնառու է Սարատակ համայնքում։ Թե դպրոցը, թե նախակրթարանը տարիներ շարունակ միայն մասնակի են վերանորոգվել։ Երկու շինությունն էլ չեն ընդգրկվել ոչ պետական, ոչ էլ դրամաշնորհային որևէ ծրագրում։ 70-ականների կենսագրություն ունեցող շինությունները օրեցօր դառնում են վտանգավոր։ Համայնքի խնդիրները Հեղինե Մանուկյանի տեսանյութում։ Գեղեցիկ նախակրթարան միայն թե դատարկ սենյակներով դեկտեմբերից մինչև մայիս Սարատակի մանկապարտեզի դուռը փակ է։ Պատճառն առավել քան տեսանելի է, կիսախարխուլ շինությունը չունի լոկալ ջեռուցման համակարգ։ Ամբողջ ձմեռ սարատակցի փոքրիկները տանն են անցկացնում։ Անհնարին է այստեղ կազմակերպել աշխատանքներ Փայտից վառարանի կողքը փոքր երեխաների համար, ում այս ընդամենը մի սենյակում, ոնց է հնարավոր։ Իրականում հնարավոր չէ։ Իսկ կազմակերպելու նորմալ պայմաններ ունենալու համար առաջինը հրատապ է փոխել տանիքը։ Մանկապարտեզի բյուջեի ուրիշ մուտքեր չեն լինում։ Տեղական ինքնակառավարման մարմիններն էլ աշխատավարձով են ապահովում մեզ աշխատողներից։ Քանի աշխատող կա։ 11 աշխատող։ Սարատակ, Հոռոմ, Լուսակերտ 3 համայնք, մեկ նախակրթարան, 50-ից ավել երեխա հաճախում է այստեղ ամսական վճարելով 4000 դրամ վարձ։ Շենքում էլ համապատասխան պայմաններ չկան։ 1970-ականներին կառուցված մանկապարտեզը 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով վթարային է դարձել։ Հաջորդ տարիների ընթացքում այն միայն մասամբ է վերանորոգվել։ Անմխիթար վիճակում են կտուրը, պատուհաններն ու սանհանգույցը։ Այնպես չէ, որ կախարդական փայտիկ ունի երկրի նախագահան կարա ամեն ինչ անել։ Ցանկալի որ լիներ, բայց թե նաև պետք է ըմբռնումով մոտենանք այդ հարցին։ Ամբողջ Հայաստանը մենք խորհրդային միությունից ժառանգել ենք
ոչ թարամի վիճակում, նաև շենքերից մեկն էլ մեր նախակրթարանն էր։ Փոքրիկների համար լավ լուր կա նախակրթարանի կտուրի ու պատուհանների վերանորոգումը ներառվել է համայնքի հրատապ զարգացման ծրագրում։ Նախագծանախահաշվային աշխատանքներ թեև չեն իրականացվել, սակայն մոտավոր հաշվարկն արդեն կատարված է։ Մենք ընդգրկել ենք նախնական ընդգրկված է հրատապ լուծում պահանջվող խնդիրների ծրագրում, եթե այս տարի այդ ծրագրը կյանքի կոչվի, գումարներ հատկացվի, միանշանակ Մանգապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների ծրագրում կընդգրկենք։ Երկու գյուղ է սպասարկում նաև Սարատակի դպրոցը, այս կառույցն էլ հիմնովին վերանորոգման կարիք ունի։ Կտուրի մի հատվածը փոխվել է 2001 թվականին, սակայն դա էլ խնդիրն ամբողջությամբ չլուծեց։ Գիշեր ու զոր դասասենյակներում կաթում է երկրորդ ուսումնական մասը, շարունակում է քայքայվել տեղացող անձրևների ու ձյան պատճառով։ Խնդիրը հրատապ լուծում է պահանջում։ Մեզ անհանգստացնողը երկրորդ հարգի ուսումնական կաբինետներն են, որտեղ տանիքի պատճառով անընդհատ կատկտոց, անընդհատ վերանորոգում, մի խոսքով մեր հիմնական խնդիրը երկրորդ հարգի, այսինքն երկրորդ հարգի տանիքի փոխումն է։ Ամենայն հնարավորին վերջի այն ջիկերը գործադրում ենք, որպեսզի ջուր չկատե։ Մեր կրիշը կդոր-կդորներով է փակված։ Մանր կդորներով որտեղ կատոց կա, այնտեղ կփակենք, որ դասարաններ ջուր չլսվի։ Դպրոցում նաև ջեռուցման խնդիր կա, 220 աշակերտ ունեցող դպրոցի դասասենյակները դեռևս նավթի վառարաններով են տաքացնում։ Տարիներ առաջ կաթսայատուն կառուցվել է, սակայն գազի ճնշումը չի բավարարել, որ այն շահագործվի։ Կաթսայի հետ կապված բոլոր աշխատանքները կատարված են, նոր կաթսայատուն ունենք, միայն պակասում է 700 մետր գազատար, որովհետեւ ճնշումը բավարարել կաթսայատունը աշխատեցնենք։ Դպրոցի մասնաշենքի վերանորոգման մասին դեռևս խոսք չկա, դա ֆինանսական լուրջ ներդրումների հետ է կապված, ինչի հայթայթումը մոտակա տարիներին անիրատեսական է։ Հեղինե Մանուկյան, Խան Հովանեսյան, այսօր։ Այժմ կարճատև դադար, ծանոթացեք մյուս նորություններին համառոտ։ Ձմեռը նահանջում է, արտակարգ պատահարները ոչ, արտակարգ իրավիճակների ամփոփ նկարագիր։ Ողբերգական դեպք Արարատի մարզում հայտնաբերվել է թևը կտրված տղամարդու դի։ Սարդը և Սարդոստայնը ինքնատիպ արվեստ յուրօրինակ մատուցմամբ։ Արդյոք կհաստատվի խաղաղություն Սիրիայում համաձայնագիր զինադադարի վերաբերյալ։ Առատ տեղումներ, փակ ճանապարհներ և ձնաբուկ, սրանք են հիմնականում տարվա այս եղանակին արտակարգ դեպքերի պատճառ դառնում։ Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը տարեսկզբից պատահարների պակաս չի ունեցել, որոնց հետևանքով գրանցվել է նաև մահվան 1 դեպք։ Մանրամասները Ալա Բաղդասարյանից։ Շիրակի մարզային փրկարար վարչություն 911 լսում եմ։ Այո, բարև ձեզ։ Այո, որ հատվածում եք արգելափակվել։ Ջաջուր գյուղի հատվածում, իսկ Ջաջուրից դեպի որ կողմ եք գնում, Կամո գյուղի հատվածը։ Լավ, ընդունեցի։ Արգելափակումներ, ձնաբուկ, արտակարգ դեպքեր ու պատահարներ։ 911 ծառայությունը օրական ստանում է 100-ից 120 ահազանգ։ Ձմռան ամիսներին դրանք հիմնականում վերաբերում են ձնաբքերին, ձյան տակ մնացած ավտոմեքենաներին ու փակ ճանապարհներին։ Իսկ գարնան ամիսներին գերակշռող մասը կազմում են հեղեղումները, վարարումները եւ ինքնափլուզման դեպքերը։ Բացի ձնաբքից, հեղեղումներից ու վթարային շենքշինությունների ինքնափլուզման դեպքերից, օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց հնարավոր չէ խուսափել այլ կարգի արտակարգ պատահարներից։ Ինչպես փրկարարներն են ասում, գլխավորը դեպքը դժբախտ վերջաբան չունենա։ Խոսքը փետրվարի 22-ին Ամասիայի տարածաշրջանում տեղի ունեցած պատահարի մասին է։ Ժամը 19:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ ձկնորսության ժամանակ քաղաքացին անզգուշության հետևանքով ընկել է Ախուրյան գետը։ Ընկերը անմիջապես առաջօգնություն ընկերն է ցույց տվել դուրս է բերել ջրից, սակայն ցրտահարության միտում է նկատվել եւ քաղաքացին Մինասյան ուրեմն ահազանգել է 911 ծառայություն, անմիջապես հրշեջ փրկարարական ջոկատներից մեկ մարտական աշխարհ դուրս եկել դեպքի վայր Ուրալմագնիշի մեքենայով, փրկարարական մեքենայով եւ շատ արագ հասել են դեպքի վայր։ Փրկարարների դեպքի վայր հասնելուց հետո 1951 թվականին ծնված Ամասիայի բնակիչ Տուժած Մկրտիչ Վարդանյանը տեղափոխվել է Ամասիայի բժշկական կենտրոն եւ հոսպիտալացվել։ Հենց եմ,
Խոսելով անցնող ամիսներին գրանցված դեպքերի մասին, ոլորտի պատասխանատուները նշում են, որ տարին ձյուն առատ էր, շատ էր նաև ձնաբքի հետևանքով փակ ու անանցանելի ճանապարհներով պայմանավորված պատահարների թիվը։ Կապված ձնաբքերի հետ մենք ունեցել ենք շատ դեպքեր, երբ որ անհրաժեշտություն է առաջացել տեղափոխելու հիվանդներին, օպերատիվ տեղափոխելու, որտեղ հիվանդանոցի կարիք է զգացվել, եւ նույնպես այդ ժամանակ մեր ուժերը փոխհամագործակցված ճանապարհային կազմակերպությունների հետ կազմակերպել են նրանց տեղափոխումը դեպի Գյումրի հիվանդանոց։ Աշխատանքներն արդյունավետ չէին լինի, եթե տարբեր կառույցների միջև համագործակցություն չլիներ։ Ձմռան ամիսներին տեղի ունեցած դեպքերի ու պատահարների մասին խոսելիս նշում է Մարատ Սարիբեկյանը։ Եթե ճանապարհաշինարները ճանապարհը չբացեն, մեր աշխատանքները անչափ կդժվարանան։ Անչափ կդժվարանան, համարյա անհնարին կլինի աշխատանքներ իրականացնել։ Իսկ այդ ամեն ինչը կազմակերպված է շատ հրաշալի կերպով, փոխհամագործակցության շնորհիվ այդ ամեն ինչը այնքան արագ եւ որակով էր կատարվում։ Ինչ վերաբերում է Մավան ելքով դեպքերին, ընթացիկ տարում մեկ նմանօրինակը արդեն գրանցվել է։ Ոլորտի պատասխանատուների խոսքով քաղաքացին մահացել է ձնաբքի ժամանակ, սակայն ոչ փրկարարների դեպքի վայրուշացումով հասնելու կամ համապատասխան օգնություն չցուցաբերելու պատճառով։ Ուրեմն Նիվա Մակնիշի ավտոմեքենան ձնաբքի մեջ էր հայտնվել, քաղաքացին ինքը դուրս էր եկել մեքենան մաքրելու, սակայն ունեցել է սրտի խնդիր եւ տեղում ինքը վատացել է։ Վատանալուց հետո տղան օգնել է, կինն է եղել մեքենայի մեջ, օգնել են քաղաքացուն եւ ազանգել են մեզ 911։ Արդեն մահացած է եղել եւ տեղափոխման տեսի խնդիր ունեցել, եղել ենք մի հատ դեպք ունեցել ենք, որ այդ ընթացքում ինֆարկտ է ստացել, այսինքն կապ չի ունեցել սարճելու հետ եւ նրանց էլ է ցույց տվել համապատասխան օգնություն տեղափոխման հետ կապված։ Արտակարգ դեպքերն ու պատահարները սեզոնային բնույթ են կրում։ Առաջիկա ամիսներին պետք է պատրաստ լինել դիմակայելու հեղեղումներին եւ վարարումներին։ Դրան զուգահեռ նաեւ կմեծանա վթարային կառույցների ինքնափլուզման վտանգը։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Ողբերգական դեպք Արարատի մարզում 3 ժամը 22-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժնից, որ նորամարկ գյուղի տարածքում Սև ջուր գետի մեջ տղամարդու դիկ է եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ եւ փրկարարներ նաեւ Երևանից։ Սև ջուր գետից դուրս է բերվել այրված եւ թևը կտրված տղամարդու դիկ։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է գիշերը 10-ի սահմաններում։ Ոստիկանության Մասիսի բաժնից փրկարարների օգնությունն են խնդրել։ Նորամարկ գյուղի վարչական տարածքում Սև ջուր գետի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել։ Այն դուրս բերելու համար լրացուցիչ աջակցություն էր պետք։ Դաժան առեղծվածային ու ողբերգական դեպքի վայրում են հավաքվել ոստիկանության եւ Հրշեջ փրկարար ծառայության մարզային վարչության մեծ թվով աշխատակիցներ։ Երևանից ժամանել են նաեւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Փրկարարները ոստիկանների եւ քննիչների օգնությամբ Սև ջուր գետից դուրս են բերել այրված անձը չպարզված տղամարդու դի։ Մասիսի եւ Արտաշատի ոստիկանապետերը հանձնարարականներ են տվել համայնքային ոստիկաններին ու քրեական հետախուզության օպեր լիազորներին մահացածի ինքնությունը ճշտելու ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ գործողություններ իրականացնելու համար։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայրում է եղել նաեւ Արարատի մարզի դատախազը։ Փաստով Մասիսի քննչական բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Գրիգոր Հարությունյան, Գագիկ Շամշյան, Կարեն Թադևոսյան, այսօր։ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ նորածին երեխայի սպանության դեպքի առթիվ։ 2016 թվականի փետրվարի 19-ին Արարատի մարզի Մրգավետ գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում հայտնաբերվել էր նորածին երեխայի դիակ։ Բժշկական նախնական հետազոտության արդյունքներով նորածինը մահացել է պոստհեմորագիկ անեմիա չկապված պորտալարից արտաքին արյունահոսության հետևանքով։ Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, ասված է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում։ Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Հանցագործությունը բացահայտելու համար համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության Արտաշատի բաժնին։
Փետրվարի 22-ին եւ լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապաների ուղղությամբ արձակել է շուրջ 900 կրակոց, փոխանցում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատում հայոց ցեղասպանության մասին ներկայացված ճշմարտություն եւ արդարություն բանաձևը այս պահին 60 աջակից ունի։ Բանաձևում նշված է, որ հայոց ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների կողմից հայ մտավորականների, քաղաքական գործիչների եւ հոգեվորականների ձերբակալությամբ, ինչին հետևել են տղամարդկանց, կանանց եւ երեխաների զանգվածային ջարդերն ու աքսորը։ Դեպքեր, որոնք կրկնվել են հոլոքոստի ժամանակ, Կամբոջայում, Ռուանդայում, Հարավային Սուդանում եւ մնացած այլ ցեղասպանությունների ընթացքում։ Բանաձևը կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբամային հայ-թուրքական հարաբերությունները կառուցել Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության իրողության ճանաչման հիմքով։ Ցեղասպանության մասին մյուս բանաձևը, որը ներկայացված է Միացյալ Նահանգների Սենատում, այս պահին ունի 20 աջակից։ Այն նշում է, որ հայոց ցեղասպանությունը մինչ օրս մնում է անպատիժ։ Սիրիայի կառավարական բանակի եւ ընդդիմության միջև ռազմական գործողությունները կդադարեցվեն Դամասկոսի ժամանակով փետրվարի 27-ի կեսգիշերին։ Հարցի շուրջ հեռախոսազրույցի ժամանակ համաձայնության են եկել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները։ Միաժամանակ սիրիական բանակը եւ նրա աջակիցները, այդ թվում Ռուսաստանը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան կշարունակեն թիրախավորել Սիրիայում իսլամական պետության եւ ահաբեկչական այլ խմբավորումների դիրքերը։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մինչև փետրվարի 26-ի կեսօրը Սիրիայում հակամարտող կողմերը պետք է հաստատեն իրենց հավատարմությունը հրադադարի պահպանմանը։ Պուտինը նշել է նաև, որ վերջապես կա իրական հնարավորություն վերջ դնելու Սիրիայում տարիներ ձգվող արյունահեղությանը եւ բռնությանը։ Իդեպ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման օր է նշանակել ապրիլի 13։ 10 գործակալությունը հաղորդում է, սակայն, որ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, թե քաղաքացիական պատերազմի ճիրաններում գտնվող երկրում ընտրությունների անցկացումը անհնար է։ Սիրիայում զինադադարի համաձայնագրի շրջանակներում Սիրիայի կառավարության ուժերին սատարող Ռուսաստանը եւ Սիրիայի չափավոր ընդդիմությանը սատարող Միացյալ Նահանգները պատրաստ են համագործակցել։ Զինադադարի համաձայնագիրը չի ընդգրկում իսլամական պետությունը, ահաբեկչական խմբավորմանը, Ալ-Քայդայի հետ Նորդ Ալ-Նուսրա խմբավորմանն ու բոլոր այն ուժերին, որոնք որակված են որպես ահաբեկչական ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից։ Ըստ այդմ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կշարունակեն օդային հարվածներ հասցնել այս ուժերին։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակեց 5 էջից բաղկացած համաձայնագիրը նախագահներ Օբամայի եւ Պուտինի հեռախոսային զրույցից հետո։ Մենք այժմ ավելի մոտ ենք հրադադարի հաստատմանը, քան երբևէ անցյալում։ Այդուհանդերձ հրադադարի հաստատումը ամենևին չի նշանակում պատերազմի դադարեցում Սիրիայում։ Դաեշը շարունակելու է պայքարել իր ինքնակոչ խալիֆաթության համար Սիրիայում եւ Իրաքում։ Ալ-Նուսրան չի պատրաստվում դադարեցնել Ասադին գահանկեց անելու իր ջանքերը։ Քրդերն էլ շարունակելու են մարտնչել Դաեշի դեմ Թուրքիայի հետ առճակատման ներքո։ Համաձայնագրի շրջանակներում կգործի հաղորդակցության թեժ գիծ։ Անհրաժեշտ դեպքում կկազմվի նաև աշխատանքային խումբ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների գլխավորությամբ Սիրիայում խաղաղության գործընթացներին նպաստող աշխատանքներ վարելու եւ կողմերից հաղորդագրություններ ստանալու նպատակով։ Նիդերլանդների արևելքում գնացքը դուրս է եկել ռելսերից, պատահարի հետևանքով զոհվել է 2 մարդ, կան տասնյակ վիրավորներ, հաղորդվում է, որ զոհերից մեկը մեքենաբարն է։ Associated Press գործակալության տվյալներով պատահարը տեղի ունեցել տեղական ժամանակով 9-ի սահմաններում, Դալֆսեն քաղաքի մոտակայքում։ Նշվում է, որ վթարից առաջ գնացքը բախվել է անբարձիչ կռունկին։ Իսկ Կալիֆորնիայի Սան Ֆերնարդիո քաղաքում մարդատար գնացքը բախվել է ռելսներին կայանված մեքենային, անսարք մեքենայում մարդ չի եղել։ Գնացքում գտնվող 33 ուղևորներից տուժել են 3-ը, նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Դեռ հայտնի չէ, թե ում մեքենան է եղել եւ ինչու վարորդը հենց ռելսերի վրա է թողել մեքենան, դեպքի մասին մանրամասներ հայտնի չեն։
Շարունակում ենք թողարկումը։ Փետրվարի 23-ին նշվում է հայրենիքի պաշտպանի օրը։ 1922 թվականից այս օրը պաշտոնապես համարվել է Կարմիր բանակի օր։ Ավելի ուշ ԽՍՀՄ-ում այն նշվում էր որպես խորհրդային բանակի օր։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տոնը անվանափոխվել է եւ կոչվում է հայրենիքի պաշտպանի օր։ Չնայած անկախ Հայաստանը սեփական բանակ եւ նրան նվիրված օր ունի, բայց փետրվարի 23-ը նշում են, քանի որ մեր պապերն ու հայրերը եւս ծառայել են սովետական բանակում։ Տոնի առիթով միջոցառում է տեղի ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը, աշխատակիցները հայկական հայրենասիրական երգ են երգել։ Ինքնատիպ արվեստ յուրօրինակ մոտեցմամբ գյումրեցի Անդրանիկ Ավետիսյանը մեծանալով արվեստագետի ընտանիքում անտարբեր չի եղել արվեստի նկատմամբ։ Փոքր հասակից ուսումնասիրելով միջատներին Անդրանիկը սարդոստայնը մշակելով վերածել այն հետաքրքիր եւ իր տեսակի մեջ եզակի արվեստի գործերի։ Ինչպես է ստանում սարդոստայններ գունազարդում դրանք եւ վերածում պատկերների, գիտե Լուսինե Պողոսյանը։ Կյանք, մարդկային հարաբերություններ, արվեստ, տիեզերք, ահա այն ամենն ինչ ամփոփված է 48-ամյա Անդրանիկ Ավետիսյանի յուրատեսակ աշխատանքներում։ Անդրանիկ Ավետիսյանը ծնվելով եւ մեծանալով արվեստագետի ընտանիքում փոքր տարիքից հաղորդակից է եղել գեղեցիկի հետ։ Տեսել ու գնահատել այն ամենն, ինչ ունի փիլիսոփայություն։ Պատահական չէ, որ Անդրանիկը հետագայում ստանալով մաթեմատիկական կրթություն չի հեռացել արվեստից եւ առաջին անգամ ստեղծել է իր տեսակի մեջ եզակի աշխատանքներ, որոնց առանցքը սարդն ու սարդոստայնն են։ Իսկ կրթությունը օգնում է հետագայում տրամաբանական եւ ավելի հետաքրքիր աշխատանքներ ստեղծելու գործում։ Նախքան ուրեմն սարդոստայնային նկարչություն սկսելը, միջև այս մտքի առաջանալը, ես յուղանագարչությամբ էի զբաղվում։ Պադուանի անկյունում տեսա սարդոստայնը կորձել է, շատ գեղեցիկ էր ու հենց այդ պահին այդ միտքը առաջացավ, թե ինչու չստեղծել արվեստի գործեր հենց սարդոստայնից։ Ու այդ օրվանից սկսեցի մտածել, թե ինչպես կարելի է սարդոստայն ձեռք բերել, ինչ ձևով գունավորել, նկարազարդել, ստանալ, վերցնել, տնել, ամենապարտ պրոցես։ Ընդամենը 2 տարի անց Անդրանիկը կարողանում է գտնել սարդոստայն ստանալու տարբերակներ։ Կորձված սարդոստայններն այնուհետ հատուկ տեխնոլոգիայով տեղափոխում է ապակու վրա ու մի քանի օրվա ընթացքում վերածում խորհրդավոր նկարների։ Սկզբից ես այս սարդոստայնները բնությունից կվերցնեի ամենասկզբից։ Հետո արդեն սարդերի կյանքը փորձեցի ուսումնասիրել։ Այդ սարդերի կյանքը ուսումնասիրելուց հետո զգացի, որ կարող եմ ես էլ ստանալ։ Ու հենց արվեստանոցում դեմ փոքրիկ սենյակ կա, այդ սենյակի մեջ սարդերին հավաքեցի բնությունից, բերեցի լցեցի այդ փոքրիկ սենյակի մեջ, ու այդ սենյակի մեջ սարդերը սկսեցին գործել հենց այս շրջանակների վրա ու հետո այս շրջանակներից արդեն վերցնել տեղադրելու պրոցես։ Անդրանիկի ամենաճանաչված աշխատանքները կատարված են բնական սարդոստայնից։ Ուսումնասիրում է սարդերի կյանքն ու սարդոստայնի կառուցվածքը։ Սկսում է սարդեր պահել։ Սարդոստայներով ստանում է նկարներ, որոնք էլ շատ արագ ճանաչում են բերում նկարչին։ Շատ անգամ սարդոստայնը կեղդոտ վիճակում է լինում։ Սկզբից այդ ավելորդ բաները սարդոստայնի վրայից մաքրելու այս պրոցեսն է հիմնականում։ Մաքրելուց հետո գալիս է հաջորդ պրոցեսը գունազարդել ու գունազարդելուց հետո արդեն այսինքն մինչև այդ ամեն ինչը ամենադժվար պահերից մեկը այս սարդոստայններով ինչ որ պատկեր ստանալ, որը քեզ հարազատ է, քեզ դուր է գալիս։ Շուրջ 40 աշխատանք 4 տարվա ընթացքում։ Անդրանիկ Ավետիսյանի համար սարդոստայնը տիեզերքում օբյեկտների միջև էներգետիկ կապի պատկերն է։ Աշխատանքներ կան, որ հենց իրենցից արդեն իմ աչքին շատ գեղեցիկ են դուր եկան են, հենց այդ ձևով էլ հիմնականում ձևը, սարդոստայնի ձևի մասին է խոսքը։ Հիմնականում այդպես էլ թողնում են։ Բայց սարդոստայնների ձևեր եկա, որ անպայման միջամտություն է պետք ձևի, գույնի, տեսքի մեջ։ Բնական սարդոստայնները նկարի վերածած եւ արհեստական սարդոստայներով ձևավորած փոքրիկ սենյակը հատուկ լուսային էֆեկտներով խորհրդավոր է ու գրավիչ։ Նկարները տարբեր թեմատիկայով են ու կրում են համաշխարհային դասական երաժիշտների ստեղծագործությունների անվանումները։ Հետաքրքիր է նաեւ աշխատանքների վերնագրերի ընտրությունը։ Որպես մարդ ես կյանքում ինձ ավելի շատ հետաքրքրել է հենց ինչ է կյանքը, ինչ է տիեզերքը, ազատ ժամանակ եմ տրամադրում նման այդ բնագավառները ուսումնասիրելու համար, որովհետև այդ հարցերը թե ինչ է նորվա իմ ասածը միշտ ինձ հուզել է։ Ես միշտ ուզեցել եմ դրա ճիշտ պատասխանը իմանալ։ Այս աշխատանքի մեջ հիմնականում ես տեսել եմ այդ երաժշտությունը։ Կոպիտ ասած, այսպես
նույնպես կարելի ասել, որ այս աշխատանքը Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայի պատկերն է։ Անդրանիկ Ավետիսյանն իր աշխատանքների ներկայացման համար փոքրիկ անկյուն է ստեղծել, որտեղ եւ մշտապես ցուցադրություն է կազմակերպում։ Չնայած ունի բազմաթիվ հրավերքներ, ինչպես հարազատ քաղաքում, այնպես էլ հայրենիքի սահմաններից դուրս։ Լուսնե Պողոսյան, Արթուր Մարկարյան, այսօր։ Եվ թողարկման ավարտին եւս մեկ ուշագրավ լուր։ Կենդանիները ի տարբերություն մարդկանց չափազանց անմիջական են իրենց զգացմունքների դրսևորման հարցում։ Նրանք պատրաստ են առանց ավելորդ ձևականությունների ընկերանալ եւ միասին ուրախ ժամանակ անցկացնել։ Daily Mail պարբերականը ուշագրավ տեսանյութով ներկայացնում է Յորքշիրի վայրի բնության պարկում երկու բևեռային արջերի առաջին հանդիպումը եւ այն, թե ինչպես են նրանք անմիջապես լեզու գտնում եւ ընկերանում։ Հսկայական գիշատիչները, որոնցից յուրաքանչյուրը 2 տարեկան է, ծանոթանալուց հետո շտապում են դեպի լճակը եւ նետվում դրա մեջ իրար վրա ջուր ցպնելով։ Նիսան եւ Նուբի մականուններով արջերը այստեղ են ժամանել Գերմանիայից, բաժանվելով հարազատ մայրերից։ Այսքանը բոլոր այս նորությունները տեղադրված են նաև մեր ինտերնետային կայքում, այցելեք 3w.cai.am հաջողություն։